Լավ եք։ Լավ ենք, պարոն Խաչատրյան։ Այսօր եք գնում։ Արի քեզ մի բան նվիրեմ։ Գնում ենք մեր զինվորին տենալ։ Որտեղ է ձեր զինվորը։ Բարև։ Պարոն Պապիկյան, զինվորի մայր է։ Տատիկ եք թե մայրիկ եք։ Ահա, լավն է։ Սակերտ մածարայում։ Արի քեզ էլ նվիրեմ։ Հիվանդանոց են իջացրել։ Գրիպային բիլետ։ Էսե, վայ։ Ահա։ Սպասի։ Ես ինչ հաստակուրկ է, մագնիսը չի պա։ Սպասի լավ սենց անեմ։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Շատ լավ, մերսի։ Ոնց են գործերը։ Ուրախ եմ տենալու։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Ես տաքսի եմ վարում։ Հա։ Բասում են բոլոր տաքսի վարողները ընդդիմադիր են եւ Անչափ շնորհակալ եմ։ բայց այս ձմեռային շորից չի կպնում, գիտես, ոնց կպցնեմ։ Հələ այս շորի տակից։ Այս շորի տակից, այսինքն։ Անչափ շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես եմ Ձեր շնորհակալ։ բռնած ճանապարհին մեր երկրի խաղաղությունը։ Փաստորեն մի հատ տաքսի քշող տեսանք, որ ընդդիմադիր չի։ Ինչ ընդդիմադիր։ Շնորհակալ Տեսել ենք եմ։ 30 տարի ինչ Շնորհակալ։ վարչապետ։ Շնորհակալ եմ։ Մենք շնորհակալ ենք այս խաղաղության ու ամեն ինչի համար։ Ես եմ շնորհակալ, եղբայր ջան, լավ է։ Բարև։ Լավ եք։ Ինչով եք զբաղվում։ Որտե՞ղ։ Համայնքի գարաժը։ Համայնքի գարաժը։ Հա։ Որտեղից եք։ Արամայք։ Տեղավորվել եք։ Ասում տեղավորի Վարգով։ Հա։ Վարգով ապրում եմ։ Բանը ծրագրի մեջ կաք տան ծրագրի մեջ։ Դե հələ չկա։ Խի Ես հələ չեմ դերսել։ Խի բան։ Ասում եմ դերսում, ասում եմ օնլայնով ելում, դե հələ մի քիչ դժվարանում, այլ ասում եմ ինձ դեռ կա կարծեմ։ Իսկ գումարները ստացել եք։ Չէ, գումարներ չէ աղա։ Այն ամսական գումարները որ Մենք մեզ չի հասնում, որ աշխատում եմ ես ապսալն որ ապսալը հիմի չի հասնում։ Այն սկզբիցը ստացել եք։ Ստացել եմ, հա, ասում եմ, որ մտել եմ աշխատանքի, ասում եմ չեմ։ Իսկ ոնց եք Ոչինչ չէ դիվորել, աշխատեք, դի աշխատեք, որ դիվորել։ աշխատեք, քաղաքացիություն ընդունեք, գումարը կտանք տունը կառնեք, տեղավորվեք, տնավորվեք։ Քանի երեխա ունեք։ Խոսած, ում ամուսնացած ես եմ եկել։ Թորնիկներ, Թորնիկներ ունեմ։ ուսանող են։ Փոքր եմ։ Թող սովորեն, դպրոցը ավարտեն, բուհ ընդունվեն։ Ուրախ եմ եղբայր, լավ է, լավ է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ենք ես մարդկանց, ոնց եք եղբայր։ Շատ լավ, այ լավ մարդ։ Որ, ես լավ մարդու։ Լավ եք, գոհ եք, լավ աշխատում մեր համայնքի ղեկավարը։ Գավար, բարերով եք չի։ Շատ լավ, ուրախ ենք։ Շատ լավ, շատ ուրախ եմ։ Լավ եք, պարոն։ Լավ, եղբայր, դու ոնց ես։ Լավ եմ։ Նկարվենք, հա, իհարկե, բայց եկեք նենց անենք, սենց երևա, խաշի։ Ահա։ Իրոք եմ։ Հա, տեղ ես նկարում։ Եղա։ Գնացի։ Ես եմ շնորհակալ։ Հաջան, բարև։ Լավ, դուք։ Շատ լավ, Ոնց են գործերը։ եղանակները մի քիչ բան է, բայց տրամադրությունները ստակ է։ Հա, տրամադրությունն է կարևոր, թե չի։ Ժողովուրդ, բայց դեմը ինչ են բանից չեք դրել, տենց ջրերով մտնենք, ձեր խանութը բան կանենք։ Բարև ձեզ, ոնց են ձեր գործերը։ Փորձում ենք լավը դարձնել։ Ինչա վատ բա, հələ ասեք, մեր երկու բան ասեք իմանանք։ Ինչն է խնդիրը։ Չէ, նկատել եմ, ինչ խնդիր ունենք, եկել ենք նայեմ, որ իմանանք ինչ խնդիր կա։ Իմիջայլոց ես մի հատ էքսպերիմենտ եմ արել այս վերջերս, որովհետև մի րոպե մեր գործընկերներից ով կա, որովհետև քաղաքացիներից մեկը տնտեսվարող հարկերի մասին գրել էր փոքր բիզնեսի մասին հարկ, ես խումբ ձևավորեցի, իմ օգնականն էր, Պեկից էր, կարծեմ էկոնոմիկայի նախարարությունից էր,
Ասի գնացեք տնտեսվարողի հետ նստեք աշխատեք, բացատրեք ինչի համար եք եկել, որ չլարվեն մարդիկ, մտածեն վայ, էս ինչա, ու իր գործունեությունը ամբողջը նայեն, մի հատ հասկանան ինչա, ինքը գործերը ոնց է տանում եւ ինչքան է իր պատկերացմամբ իր հարկերը եւ ոնց է վիճակը։ Իհարկե շատ մանրամասն տեղեկանքը չեմ կարդացել, 3 չառաջի օր ուղարկել են, որովհետեւ ես տեղեկանքը հետ եմ ուղարկել նաև ինձ նամակ գրած քաղաքացուն, որ մի հատ իր արձագանքն էլ, այսինքն ինքը գրած է համաձայն է, թե համաձայն չի։ Օրինակ մասնավորապես իմացանք, որ քաղաքացին նախորդ շրջանում հարկերը հաշվարկելիս չի օգտվել նվազեցումներ անելու հնարավորությունից։ Այսինքն դուք գիտեք, որ մենք փոխեցինք բանը, օրենքը փոխեցինք, եւ նախկինում օրինակ դուք բան եք, չէ, շրջանառության հարկով եք, չէ, աշխատում։ Նախկինում օրինակ բանից հոսանքից ծախսը կոմունալ ծախսը նվազեցնելու հնարավորություն չկար։ Հիմա մենք այդ որովհետեւ դուք բազայից եք վճարում։ Կոմունալ ծախսերը, այսինքն բազան հետեւյալն է 1000 դրամ։ 1000 դրամի, ասենք այդ տոկոսը, որովհետեւ տարբեր գործունեության ձևեր տարբեր տոկոս է։ Բայց հիմա նվազեցումը ի՞նչ է, որ 1000 դրամից կոմունալը հանում ենք։ Կոմունալը հանեցինք դարավ 100 դրամ, 900 դրամ, արդեն դարավ 900 դրամի X տոկոսը։ Բացի դրանից, ձեր այն ապրանքները, որոնք դուք ձեռք եք բերել բանով, փաստաթղթով, այսինքն ունեք ծախսը ցույց տված, այդ ապրանքներն էլ կարող եք նվազեցնել եւ վերջում վճարել 1%, ընդամենը 1% շրջանառության հարկ։ Այս ամբողջ։ Հիմա իմ ընկալմամբ մեր տնտեսվարողների մի զգալի մասը չի անում այս ամեն ինչը։ Այսինքն 9%-ի փոխարեն ու մենք էլ ուզում ենք մեր մոտիվացիան դուք ճիշտ հասկանաք։ Մենք ասում ենք պետք հիմա տեսեք, չէ, օրինակ որ ձեր տան թոշակառու կա։ Այո, մայրս։ Քանի տարեկան է։ 64։ 64 տարեկան է, ինքը առողջության ապահովագրության շահառու է։ Այսինքն ինքը Աստված չանի, որ առողջական խնդիր ունենա, դուք իհարկե այն ծառայություններով, որը ծածկում ապահովագրությունը, դուք ընդհանրապես չեք վճարելու։ Պլյուս 10000 դրամ ապրիլի 1-ից ավել թոշակա ստանալու 8-ից 12000, կարող է 12, կարող է 8։ Կանխիկի հետ վճարի մասին գիտեք։ Այո։ Հիմա այս որտեղից ենք մենք այս գումարները տալիս։ Գումարները տալիս ենք ձեր մեր բոլորի վճարած հարկերից։ Եվ մենք ինչ ենք ասում, ինչի այս ձևերը սենց վար նվազեցնել են։ Մենք ասում ենք հարգելիներս պետքա ստվերից դուրս գանք բոլորս, որովհետև եթե ստվերից դուրս չգանք, հիմա ասենք ենթադրենք այն ինչ որ ենթադրենք դուք հիմա ստվերում աշխատելով, դուք անձամբ դուք կարող եք ունենալ հաստատ անգամով պակասը, քան հիմա ձեր մայրիկը եւ ինչա՞ ձեր երեխաներ ունեք, քանի տարեկան են 23-24-ը չէ, բայց մինչև 18 տարեկանները նույնպես իրանք առողջության ապահովագրության շահառու են։ Բայց հիմա ենթադրենք դուք ստվերում եք աշխատում եւ չեք վճարում այն հարկերը, որ պետքա վճարեք։ Հա, ձեզնից գումար գնաց, բայց այդ գումարը ավելի քիչ է էականորեն, քան հիմա ձեր մայրիկը մենակ այս երկու փոփոխություններով ստանում է։ Որովհետեւ Աստված չանի, դուք կարող եք առողջություն տա բոլորի ձեր ծնողներին, բայց դուք կարող եք վաղ իրավիճակի առաջ կանգնեք, որ կարիքը լինի 2 միլիոն դրամանոց, 3 միլիոն դրամանոց վիրահատություն անել, 500,000 դրամանոց, 1 միլիոն դրամանոց։ Այսօր մենք արդեն վիճակագրություն ունենք ու կհրապարակենք առաջիկայում պարբերաբար։ Մեր մոտ թոշակառուներ կան 4, 5, 6 միլիոն դրամանոց վիրահատություններից են օգտվում։ Ես ուզում եմ, որ մենք այս մեխանիզմը ճիշտ հասկանանք, որովհետև դա շատ էական է։ Այսինքն դուք հիմա ավելի շատ գումար եք ստանում բյուջեի միջոցով, քան ենթադրենք, եթե դուք ինչ-որ ձևով այդ հարկերը չվճարեք, որովհետև միջին վիճակագրականում տարեկան ինչքան, ասենք տարեկան ինչքան հարկ եք վճարում։ Մի 500,000, 600,000, լավ 1 միլիոն թող լինի։ Եթե դրանից ավելի շատ է, ուրեմն ձեր գործերը շատ ավելի լավ է, որովհետև հարկը վճարում են գործի շրջանառության արդյունքում։ Եվ եթե թույլ տաք, ես ձեր խանութին մի հատ սրանից նվիրեմ։ Այս սրանից։
Ձեր գործերին, բայց մի րոպե աջ կողմը պետք է կպցնեմ։ Դա է ձախ կողմը պետք է կպցնեմ։ Ձեր գործերին է հաջողություն։ Խնդրեմ, ինչ արձագանք ունեք։ Տեսեք, այդ ձեռքբերման փաստաթղթավորված լինելու հետ կապված եւ հարկերի մասով նվազելու հետ կապված, եթե դու ներկրող ես ու որևէ երկրից ապրանք ես ներկրում, որպես այդպեսին ծախս համարվում է ոչ թե այդ ամբողջ համագումարը ապրանքի, այլ այն մասը, որը դու վճարել ես որպես ավելացված արժեքի հարկ կամ որպես այդպեսին մաքսազերծման գումար։ Այսինքն, եթե որևէ X ապրանք, որևէ X քանակով մաքսատուրքը կազմել է 500,000 դրամ, միայն այդ 500,000 դրամի մասով է դուրս գալիս։ Հա, ծախսը պետք է դուրս գա, բա ինչ դուրս գա ուրիշ։ Բայց այդ ապրանքի ձեռքբերման համար ներդրված գումարը, որը որ ինքնին ենթադրելի է, որ ինքը անվճար չի եղել։ Չէ, բայց եթե փաստաթուղթ կա, տակը։ Ասում են, որ Թուրքիայի Հանրապետությունից ներկրվածը փաստաթուղթ չի համարվում։ Ես հիմա տեսեք, ձեր ազգանունը ի՞նչ է։ Ավետիսյան։ Տիկին Ավետիսյան, ես քանի որ տենց փորձագիտական մակարդակում չեմ տիրապետում, հիմա խնդրեմ, եթե մեր ՊԵԿ-ի մեր գործընկերները կամ տնտեսական բլոկի մեր գործընկերները նայում են, ով կհիշի, որ մի հատ այս ձեր հարցի պատասխանը ձևակերպենք, ձեզ ասենք։ Եթե այդտեղ տեսնենք խնդիր կա, որը օբյեկտիվ խնդիր է եւ պետքա լուծվի կլուծենք։ Ես նկատի ունեմ տենց հարցերը դուք էլ ակտիվ եղեք։ Դուք էլ ակտիվ եղեք։ Ներողություն եմ խնդրում, երկու ռեժիմ կա։ Մի ռեժիմը հետեւյալն է, որ վայ, էս ինչ է, բա սրա համար ենք հեղափոխություն արեք, կերան, էս արին, են արին եւ այլն, այդ մի ռեժիմ, որ էլի ռեժիմ է, այս բան չունեմ ասել։ Երկրորդ ռեժիմը կա, որ հետեւյալն է։ Կա այս խնդիրը կոնկրետ ձևակերպած, կա այս խնդիրը կոնկրետ ձևակերպած, կա այս խնդիրը։ Ես ձեզ խոստանում եմ, հիմա դուք ասեք, ես ենթադրում եմ կարող է պատասխանը կա, բայց ձեր հարցը մնաց ինձ հետ։ Ես հիմա պետքա գնամ ձեր հարցի վրա մտածեմ, կարող է մի այնպեսի փաստար կլինի, որ մենք վերադառնանք, ասենք, չէ, գիտեք, այն համակարգը, որ կա ճիշտ է, այս պատճառով, բայց եթե մենք կտեսնենք փաստար գործ ձեր ասածն է ծանրակշիռ, մենք նաև այդ կարգավորումները կանենք։ Ես եմ շնորհակալ, հաջողություն ձեր գործին։ Կներեք քիչ ամոթս, դրա համար ամեքիդ մի հատ չեմ նվիրում։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Եկեք մի հատ նվիրեմ ձեզ սրանից, բայց այս ձմեռային շորերին նենց դժվար է կպնում։ Ես հատենակ ես։ Լավ, դուք կկպցնեք հետո։ Հա, չէ, ես եմ թարս կպցնում, հատ է փորձեմ։ Դուք կկպցնեք։ Ձեզ էլ նվիրեմ։ Ձեր շորն էլ է ձմեռային։ Շնորհակալություն։ Հա, կանաչից շատ սիրում։ Հա, կանաչից, բայց չի կպնում։ Դուք հետո կկպցնեք։ Բարև, լավ եք։ Ոնց է գործը։ Իհարկե կա։ Իմ ձեռքով որ չկպնի։ Կկպնի։ Ահա, ասես Ասել ունի շատ քաղաքական պարս հայացք։ շնորհակալ։ Բարև ձեզ, ոնց է։ Ես հարց ունեմ։ Համեց 3 տղա ունեցողների։ եկեք մի հատ առաջ։ 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու են։ Ծրագիր չունեք այդպիսի էլի, ասենք որ Որ ինչ անենք։ կարողանանք ամուսնացնենք։ Ամուսնացնելու ծրագիր չունենք։ Չէ, բարի Ամուսնացնելու։ վարչապետ, ես ուզում եմ իմանամ, ասենք 3 տղա ունեն, 3-ն էլ ամուսնացնելու։ Այդպես ծրագիր եմ ուզում, Ինչ ծրագիրի։ ամուսնացնեմ, տեղավորեմ։ Ինչ ծրագիր։ Քան ապահովենք։ Ինչ ծրագիր։ Քան տարեկան է։ Մեծը 30։ 30 Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման։ Չէ, մի րոպե, մայրիկը 30 տարեկան տղաների մասին է խոսում։ 30 տարեկան տղաները Մեծը 30։ պետք է աշխատեն, Կարփից։ պետք է աշխատեն, պետք է սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունը ինչ անի։ Իսկ դուք 3 աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկել։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ։ Որոշումը իրանք հասուն մարդիկ են, իրանք պետք է կայացնեն։ Մեծերը, փոքրը։
Շնորհակալություն, բայց կուզենամ որ մտածեք։ Մենք չէ, տեսեք, պարոն Թորոսյան, եկեք այն սոցիալական ծրագրերը։ Նախ մենք ինչ սոցիալական ծրագրեր ունենք։ Նախ մենք ինչ ենք, մենք մարդկանց մղում ենք կրթության եւ աշխատանքի, որ կրթվեն, աշխատեն, աշխատանքով վաստակեն, որովհետեւ նրանք ովքեր ունեն շատ լավ կրթություն, նրանք սոցիալապես ապահովված են։ Երկրորդը, երեխայի, երբ որ ամուսնացան, երեխայի նոր կազմված ընտանիքների համար հիպոթեկի աջակցության ծրագիր ունենք, կանխավճարը հիպոթեկի վճարվում է։ Հետո երեխա ունենալու դեպքում մենք բան ենք անում, հիպոթեկի որոշակի չափով միանվագ վճարում ենք անում։ Երկրորդ երեխայի դեպքում էլի աշխատում է ծրագիրը։ Երրորդ երեխայի դեպքում մինչև 6 տարեկանը ամիսը 50,000 դրամ աջակցություն ենք ցուցաբերում։ Մայրիկին մինչև 2 տարեկան խնամքի համար բնակության վայրի կապված 50,000-ից 31.5-ից մինչև 31-ից 60,000, այսինքն ամուսնանալու հարցում մենք մեր դերակատարումը չենք տեսնում, ամուսնությունից, բայց խրախուսում ենք, ամուսնությունից հետո հետագա կյանքում ուղեկցում ենք։ Մտածեք մյուս բաների մասին։ Լավ է։ Շնորհակալություն որ դուք կաք, պարոն։ Ես եմ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Ռայոնով մտնած բոլորը կան։ Որ խնդրեն տեսել, Իհարկե։ մամաս կնկարես, կնկարեմ։ Մելուսուտիա։ Շնորհակալ եմ բոլոր։ Ուսուցչու է, ատեստավորվել է։ Դեռ ոչ Ատեստավոր։ դուրս եկել, երեք Աստված պայ, երրորդ երեխա ստանում եք, իսկ մինչև 2 տարեկանի ստացել է։ Դեպի 50,000-ն էլ անկանխիկ որ ծախսեք 60 կդառնա։ Ամեն ինչի Անկանխիկ վերադարձի եւ հաջորդը սպասում ենք որ ատեստավորեք, լիքը մամաներ սպասում ենք որ ատեստավորվեք, որ սխալներով ոչինչ, ուշադիր կլինենք, կլավացնենք, ոչ մի բան, որ սկսվում է, կատարյալ չի լինում։ Ընդ որում, ես ուզում եմ ասել, բանի հաջորդ փուլում արդեն երկրորդ անգամ ատեստավորումը բացվելու է, ու երկրորդ անգամ ատեստավորվողների դրույքը արդեն լինելու է 300,000 դրամ։ Լավ է։ Ձեզ առողջություն։ Առողջություն, Աստված պահապան։ Ամբողջ բյուրականը, ձորապը ձեզ։ Մարիկ ջան, լսում եմ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Շատ լավ եք դուք, միշտ մեր գլխին կանգնած ըլնեք, իսկ մեր հետ ըլնեք։ Արևորը ձեզ լավ ըլնա, տղա ջան։ Ձեզ նվիրեմ մի հատ սրանից։ Հա, Կամենում եք։ կարելի է կպցնեմ։ Իհարկե կամենում։ Իհարկե կամենում։ Եթե կարելի անգել Պաշտոնյան մի հատ ինձ նվիրեք։ Իհարկե կարելի է։ Ուրախ եմ։ Այս sense որ այս հաստիճ չի կպնում, էլի։ Շնորհակալություն։ Ինչով եք զբաղվում։ Ասած տաքսի եմ քշում, բայց իմ մասնագիտությունը կրանով չի։ Հիմա մի րոպե տաքսի եք վարում։ Ասում են տաքսի վարողները ընդդիմադիր են մեզ եւ այսինքն դուք ձեզ քաղաքական քվեարկելու եք մեր օգտին առաջիկա ընտրություններում։ Միշտ։ Դե արդեն 2 տաքսի վարորդ տեսանք, ովքեր մեզ ընդդիմադիր չեն։ Ճիշտն ասեմ, 20 տարի եղել եմ Մոսկվա։ Ես 4 երեխաներ հայրիկ եմ։ Գնացել եմ Ռուսաստան, որ կարողանամ երեխեքից պահել։ 18 թվականի հեղափոխությունից հետո մի անգամ էլ գնացի մինչև 19-ից հետո եկա, որ ստե մեր հայրենիքում աշխատեմ, ուղղակի առողջական խնդիրներ ստեղծվա, վրակ, եսի ինչ։ Հա, բայց հիմա լավ եք բուժվել եք։ Հա, բուժվել եմ։ Որտեղ եք բուժվել։ Հայրիում։ Իսկ պետպատվերով եք բուժվել։ Չէ։ Լրիվ անձնական ոչ եմ։ Այդ կտրվածքով ուղղակի որ հիմա մի քիչ թույլ եմ, դրա համար չեմ կարելի։ Սիրած մասնագիտությամբ աշխատել, տաքսի եմ քշում, որ այնքան որ շատ լավ տեսք ունեք։ Ես էլ չեմ բողոքում, փառք Աստծո։ Որ վերադարձել եք ու մնացել եք, այդ ամենակարևոր արդյունքն է։ Ուրիշներին էլ եմ խրախուսում, որ գան չետան։ Հաճույքով։ Պարոն Ալեքսանյան։ Մի րոպե։
Հա, գրպանի մեջ։ Ոչինչ որ գրպանը։ Հաճիկով եղել։ Ձեր կուրկան նկատի ունեմ։ Կպա, բայց կարող են գնի ուշադիր կրնենք հետո։ Շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալ։ Վայ, բա սրա բանը ուրա։ Բարև ձեզ, լավ է։ Նկարվենք եղբայր, արի նկարվենք։ Արի դու առաջին տաքսի վարողն ես, որ հրապարակային ասել ես, որ մեր Վարչապետ ոչ թե մեր երկրի համար։ Շնորհակալ եմ։ Բարև։ Ես ուզանից ինքան գոհ ինքան շնորհակալ եմ, որ կարողանում ես այս որոշ մարդկանց հետ գլուխ դնես։ Հա, եղբայր, ես եմ շնորհ։ Ես եմ շնորհ։ Բարև։ Ես ու ցավը տամ, մի հատ նկարել մեզ։ Հա։ Լավ եք եղբայր։ Լավ ենք, շատ լավ ենք, ես ու ցավը տամ եմ։ Ոտը գազից չվերցնես։ Ուտու տոտա, ես ախտեցի տղա եմ։ Քեզ տեսա, իշտված եմ։ Հրամա, իջա մի հատ ասա, բարևա դե։ Շնորհակալ։ Լավ եք։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Շնորհակալ եմ, դուք ո՞նց եք։ Լավ են ձեր գործ, շնորհակալություն։ Լավ են ձեր գործերը։ Շնորհակալ եմ։ Հա, մի րոպե երկը որ դրել եք մի հատ տեսե, սենց անենք երկը։ Մի րոպե, չէ, այդ տվեք ուրիշը նկարի իրար հետ անենք։ Եթե դեմ չեք իհարկե, եթե դեմ չեք։ Չէ, վիդեո։ Դավո վերջ մի հատ։ Ձերքերս դողում է։ Շատ շնորհակալ եմ։ Շատ հաճելի է ձեր։ Ձեր խանութին նվիրեմ սրանից, հա, եթե դեմ չեք։ Համեցեք, Որ գործերն եք հաջող գնա։ Ուրա մի հատ լավ պիջակ, որտեղ կա պիջակ, կոստյում, որտեղ կա։ Հա, հեսա, ամենալավը։ Հաջողություն ձեր։ Արա։ Գնանք ժողովուրդ։ Լավ եք։ Շնորհակալ եմ, եղբայր։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, եղբայր։ Տենց առանձին վստահ չեմ, որ կարողանանք հանդիպենք, էլի սենց առիթներով կհանդիպենք։ Լավ եղել, բարև եղբայր։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Պարոն Ալեքսանյան, ավարտվեց։ Բաները, բարև ձեզ։ Ոնց եք։ Եթե ձեր նախատեսած այսօրվա էս է։ Չէ, 500 հատ ունենք, բայց ես գրպանում եմ, այս ուղակի փոկած չէ, էլի դեռ չենք հասցրել։ Հա, սա գրանցեք այս համարը։ Բարև ձեզ, ով կա, բարև ձեզ, ոնց եք, ոնց են ձեր գործերը, ես ոնց հապոկվում է, Պարոն վարչապետ, շատ դժվար, մենակ սուր եղունգ ունեցող մարդիկ են կարողանում։ մի հատ ձեր խանութին նվիրեմ սրանից, որ ձեր գործերը լավ գնա, մի հատ որ խնդրեմ վրայից կպոկեք, շերտ կա էլի, գույնը թող բացվի, ու մի հատ պիջակի վրա կպցնենք։ Հա, վրան շերտ ա ուղղակի կպցրած։ Պարոն Ալեքսանյան, բայց բան անենք, էլի նենց անենք, որ հեշտ է, ասենց կչարչա։ Բա այնքանը ոնց պոկեցինք։ Հələ դուք փորձեք էլի։ Վրան շերտ կա։ Չէ, այս կողմից դեղի Այ շատ ապրեք, շատ շնորհակալ եմ։ Ուրա մի հատ պիջակ։ Ահա։ Ոնց են գործերը ձեր։
Լավ եք աշխատում։ Հարցում եք։ Ինչ դժվարություններ ունեք, ասեք իմանանք ձեր դժվարությունների մասին։ Պարոն Պապոյան, բարև ձեզ։ Կողքի խանութում մի քիչ խոսացինք, մի հարց բարձրացրեց, ես հա։ Խոսեցի պետնախագահի հետ, ասեց երկրներով այդպիսի տարբերակում չկա, եթե փաստաթուղթը հավաստի է, անպայման ընդունվում է։ Խնդրում եմ հենց հիմա ասեք, թող զանգեն, ով որ մասնագետ է այդ բանի, պետնախագահին ասեք իմանա։ Փոխանցել եք դրաներ։ Հա թող զանգեն, բացատրեն ինչի ինչոց է, էլի, որ իսկականից մարդիկ նրբությունները չգիտեն եւ դրա համար նվազեցումներ չեն անում։ Ասեք, ձեր դժվարությունների մասին ասեք, որ եկել ենք մեր գարլու առիթը մենակ էս չի, նաեւ իմանանք ինչ խնդիրներ ունեք, որ կուզեք բարձրացնեք, որոնցով զբաղվենք։ Ասած չունեք։ Չունեք, լավ։ Կաշկանդված եք։ Առայժմ լավ եղեք, հաջողություն ձեր գործերին։ Բարև։ Ում չեմ բարև։ Լավ, դուք ոնց եք։ Ժողովուրդ, այսպես երկրորդ դու ստեղել էի մտնում։ Հաճիկո։ Մենասիրած մարդերի նկարում։ Շատ մերսի։ Բարև եղբայր, ես ինչ հարց է։ Սեփականության վկայական ինչ վատ է որ։ Բաց չի, ուղղակի մենակ թղթով է։ Ինչ խնդիր կա։ 17 թվականին վաճառել եմ այս հողը, ու միջև չեմ կարող հետ բերել։ Ով է վաճառել։ Օշականի վարչական ղեկավարը։ Դա պետք է դիմի դատարան, բան վարչապետ, ես նայեցի, մենակ դատարանով կարծում եմ կարող։ Բայց դիմել եք։ Չի մնացել։ Դիմել է, բայց փաստաբանը չի գնացել, որոշում են արել։ Ձեր անունն ազգանունը ինչ։ Իվանյան Վյաչեսլավ, սա ասում եմ։ Զոհվածի հայր է։ Եղբայրս էլ է զոհված, բայց այս հողի համար երկու հոգի տվել ենք, բայց այս հողը չկա։ Ես եմ որ ծախել էին։ Այո, դուք տեղյակ եք, հա։ Բա ինչն է լուծումը։ Դատական Դե դատարան տվել եք, բայց։ Հա, դատարանը բացիկ ասում են ամբողջ 1% է, որ կարակ ձեր հողը հետ բերել։ Ճիշտ է, էլի, հեսա որ արտարացիա է, բանը ուղղակի այլ լուծում բացի դատարան։ Տիկին Գալյան, ինչ անենք, Տիկին Գալյան։ Պնդումա որ հողը ապորին, այսինքն ես ձեր սեփականությունը ունեցել եք վկայականը վաճառել։ Վկայականը մենք ստացել։ Սեփականության վկայականով հողը ո՞նց։ Թվականի ստացած հողը, այդ հողը 17 թվականին վաճառել են, բարև ձեզ։ Օ, դուք եք վաճառել, թե ով է վաճառել։ Չէ, ուրիշ եք։ Դատարանում վեճ կա։ Մեր Սասունիկի տարածքից անցել է Օշականի վարչական տարածք։ Համայնքն օտար է, համայնքն օտար։ Այսինքն համայնքից համայնք անցա, մյուս համայնքը վաճառել։ Հիմա դատական վեճ կա։ Չէ, չի դիմում։ Դատարան, որովհետև ասում է 0.1% ասում են, որ դատը կշահի։ Ես Դիմել է, չի գնացել, փաստաբանը չի գնացել։ Երևի կորցրել է դատարան չի գնացել։ Մի հատ նայ։ Մեծ գործը հակակոռուպցիոն եմ քննում։ Հա, մի րոպե, ներող հարկ եմ վճարում։ Այս հողի համար 4400 պետք է հողի համար միջև մի Սասունի հարկ եմ վճարում։ Բայց ձեր տիրապետության տակ է Ես փաստացի։ տիրապետել եմ միջև անցած տարի, անցած տարի ծառները կդրել են, չկա ծառ չկա, ինչու տիրապետ։ Մի րոպե, բայց ասում են գործ կա հակակոռուպցիոնի մեծ թեմա։ Հա դե բակ հակակոռուպցիոնը կզբաղվի։ Մի հատ նամակ եկել է ու всё, մի տարի առաջ։ Շատ լավ, մի հատ հիշեցնենք նայ։ Ձեր համարը բան արեք, կապի օգտագործեք։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Համեցեք նկարենք։ Շնորհակալ եմ։ Մատով կփոքես բաները վրայից, ով եղունգ լավ եղունգ ունի սուր։ Ով եղունգ ունի ու գլուխը չի քորում, պետքա դրա։ Բարև ձեզ։ Ավեք։ Բարև ձեզ։ Դուք ոնց եք։ Մի րոպե, բենզինի գները, ուրա։ Այո, այստեղ է։ Կներեք էլի։ Ով է աշխատողը։ Եղբայր բարև։ Լավ եք։ Բենզինի գները ո՞նց է փոխվել վերջին օրերին։ Ռեգուլյարը 460 դրամ է, պրեմիումը 470։ Բայց ավելացել է այս երկու օրը։ Չէ։ Հաստատ նույնն է մնացել։ 460 ռեգուլյարը, 400 իսկ կհիշես հոկտեմբերին ինչքան էր ռեգուլյարը։
Եթե անկեղծ չէ։ Լավ հլը հիշի։ Չեմ հիշում։ Չի էժանացել վերջին շրջանում։ Էժանացել է։ Նկատի ունեմ 500-ի կարգի չէր, բան պրեմիումը լավ։ 520 է բերել իմ հիշելով։ Բայց ես նկատի ունեի, ուզում եի իմանալ այս աշխարհաքաղաքական վիճակով բանը բարձրացումներ չունի։ Շատ հա? Բարև։ Հայր ջան բարև։ Ոնց եք։ Շնորհակալ դու լավ ես։ Ոնց է գործերը։ Քանի տարեկան եք։ 76։ Գիտեք որ առողջության ապահովագրությունից։ Բա ոնց եք իմացել։ Իմացել ենք։ Հերոստատի։ Իսկ Իհարկե Աստված տա կարիքը չունենաք ընդհանրապես երբեք հիվանդանոցի երես չտենաք, բայց օգտվել եք։ չէ, լավ։ Ահա, դե լավ է, դե լավ է, ուրեմն առողջ եք։ Դե ամսի մեկից է թոշակները 10000 դրամով, իսկ անկանխիկով առևտուր անում եք գոնե։ Հետ նստում է փողը։ Դե հիմի ավելի շատ է նստելու։ Իսկ ինչ քարտը արքա է, քարտը։ Չէ։ Բանջա, արագ բանկի քարտը։ Բայց ինչա քարտը։ Մոտը տա հենց նայենք, էլի ցույց չտաս քարտը։ Ագբայա, չէ՞, այն ագբայա։ Ագբայա, բայց հա, Ես էլ ագբայա։ մի րոպե սրանով ես թոշակը ստանում։ Սրանով էլ եւ մեկը սրանով։ Հայրիկ, ուրեմն երկուսով է թոշակը որ ստանում է։ Տնօրսա մեկի իմն է, էլի։ Ահա, հիմա մի հատ էլ 2% էլ ավել է հետ գալու անկանխիկի համար։ Գիտեք։ Հա, բայց կան ինչ եմ բացատրում, ասա գիտենք սաղ էլի։ Լավ եղեք։ Ձեր կնոջ կբարևեք։ Դու եկար նստիս քու կառավարությունն ու վայելի։ Ինչքան դուք կորոշեք։ Կանես ինչքան, չէ, շատ։ Մի 100 տարի։ Չէ, այդ չեղավ, Չէ, եղավ, լավ եղավ։ Մենք դի շատ սիրում ենք, շատ հարգում ենք։ Ժորժ, Աստվածաշունչը ասում օրվա հոգսը բավ է օրվա համար։ Չէ, արժանից։ Այսօրվա հոգսը այսօր լուծենք, վաղվա հոգսը թող։ Արժանից, մերդի չեմ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Իրոպե բարև ենք այդ մարդկանց, վայ։ Ադե, բարևել ենք ձեզ, ուր գրում եք։ Բարև ձեզ, այ ձեզ չենք բարևել, ձեզ նոր ենք տեսնում, լավ եք։ Ոնց եք, քանի տարեկան եք դուք։ 66։ Տեղակ եք, որ առողջության ապահովագրության շահառու եք։ Դե Աստված տա կարիքը չունենա, համեցեք։ Ես որս եք թոշակառուները կա։ Հա։ Հիմնականում կոմունալքեն, եթե չեն մուծում, որս եք այդ գումարային ավելանա, մենակ առևտրով, հա, դե մտածում ենք տենց ավելի ճիշտ է։ Բա կոմունալքեն պարարկինը ինչ անի, եթե պիտի պարտադիր մուծի։ Դե դա սենց տենեց։ Պարտադիր մուծում, եթե մուծեց, ուրեմն իրան չի հասնում։ Չէ, բայց մյուս առևտուրներից հասնում է արդեն բնականաբար։ Մյուս առևտուրներից հասնում է։ Հիմա 10000 դրամ են 10000 դրամ ավելացել են, հիմի ձեր քարտը ինչ է։ Արքա է, թե ուրիշ քարտը։ Գիտեք, որ եթե արքա է, 1000 ներողություն կարող է ձեր մոտա քարտը։ Եթե արքա է, բացի 20% էր, չէ, 20%-ից մի հատ էլ պլյուս 2% էլ ավելանալու է։ Այսինքն նախքին 12 էր դառավ 20, մի հատ էլ պլյուս 2 ավելացավ, մի հատ էլ 10000 դրամ ավելացավ, մի հատ էլ առողջության ապահովագրությունը ավելացավ։ Այդքան ավելացավ։ Լավ է։ Արև ձեզ։ Բարև եղբայր, ոնց եք։ Ոչինչ շնորհակալություն։ Լավ են գործերը։ Եթե ձեր գործերը լավ են, մեր Դե հաստատ մեր գործերը իրարից անջատ չեն։ Ձեր գործերը մեզնից է կախված, մեր գործերը ձեզնից է կախված։ Մենք ընդհանրապես առաջին իսկ օրվանից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Առողջությունը ոնց է ձեր։ Դերերս վիճակ ստացել եմ։ Հա։ Հələ 1000 ներողություն էլի։ Այդ դեղերը նախկինում առնում էիք։ Անպայման։ Ինչքան էիք ծախսում 1000 ներողություն։ Մոտավորապես ամսական իմ դեղերը սրտից, եւ ճնշումի, եւ խոլեստերինի մոտ 25000։ Հիմա ինչքան եք ծախսել։ Ոչ մի կոպեկ։ Ոչ մի կոպեկ։ Այսինքն ստացվեց, որ այդ
կարամ ենթադրենք, որ 25000-ը ծախսում եք ձեր թոշակից։ Անպայման։ Հիմա եթե դեղի համար չեք տվել այդ փողը, կարամ չէ, ներողություն, կարամ ենթադրեմ, որ դա թոշակի մասը, որ չէիք զգում որպես գումար, որովհետև արդեն գիտենք գնաց, հիմա կարանք բան անենք, որ 25000 այդ թոշակին ավելացավ։ Ավելացավ, անպայման։ Հիմա պլյուս դրան 10000 դրամ ապրիլի 1-ից ավելացավ։ Բանով քարտով եմ արել։ Չէ, սպասեք, հեսա քարտին կհասնենք։ Պլյուս 10000 դրամ ավելացավ, ճիշտ է։ Այսինքն փաստացի դե ֆակտո ձեր թոշակը ավելանում է ապրիլի 1-ից 35000 դրամով։ Հիմա անկանխիկով, որ առևտուր անեք, եւս 10000 կստանանք։ Այսինքն 10000 կստանանք մոտավորապես։ Նախկինում ամենաշատ 9-8, հիմի հաստատ 10 անցնելու է, եթե նախկինում ունի։ Այսինքն հիմի կարանք արձանագրենք, որ ապրիլի 1-ից ձեր թոշակը 45000 դրամով ավելանում։ Դեղերի փող, դեղերի 25, չէ, ավել պետք չի։ Դեղերի փողը 25-ը պլյուս 10-ը, պլյուս անկանխիկի 10-ը։ Եղավ 45000 դրամ։ Հա, այտենց է։ Առողջ եղեք։ Շնորհակալ ենք, ձեզանից շնորհակալ ենք։ Բարև եղեք, ոնց եք։ Բարև եղեք, ոնց եք։ Շնորհակալ եմ ձեր աշխատանքից։ Հա, եղեք։ Մի րոպե մի հատ նվիրեմ քեզ սրանց, կարելի է մի քիչ։ Այսենց, այ հիմի նկարում։ Լավ է, լավ է։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Ձեզ բարևել եմ, բարև ձեզ, ում չեմ բարևել, բարև ձեզ, եղբայր բարև, արի քեզ մի հատ սրանից նվիրեմ, կուրկ էդ հաստա, երևի չի կպնի, որ չկպնի, ոչի, չէ կպավ, ես է քաշի չմրսես, ոնց եք։ Ես ես 5 տարի ման եմ գալիս։ Կտակ։ Տակ մայրիկ։ Շնորհակալ եմ։ Չգիտես էս ով։ Պարոնյան փողոցում։ Որ անցնում ես բարև եմ տալիս մածունների հետ։ Չեմ նկատել մայրիկ, չեմ նկատել։ Մենք շատ ենք ուզում։ Մայրիկ, բանը գիտեք, որ առողջության ապահովագրության Լրիվ գիտեմ։ Գիտեք։ Ես շատ շնորհակալ եմ։ Իսկ դեղեր ստանում եք, թե չէ։ Որպես կողմի կստանա։ Դե լավ է, որ առողջ եք, որ դեղ չեք ստանում։ Մենք առողջության ապահովագրությունը արել ենք, ասում եմ, Աստված տա կարիքը չունենաք, ընդհանրապես հիվանդանոցի։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ հետ։ Շնորհակալ։ Բարև եղբայր։ Ես ձեզ շնորհակալություն հայտնեմ, հաղորդակ։ Մեր Դավիթի հայրիկն է, Դավթյան Դավիթի, որ երեք է։ Գերությունից վերջերս վերադարձավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ահա բոլորից ես անկեղծ։ Ես իրանից գիտեք ամենաշատը ինչ եմ շնորհակալ, որ գերեբարված էր Դավիթ Դավթյանի հայրիկն է։ Ես իրան ահավոր շնորհակալ եմ, ահավոր, որովհետև այսքան համբերատար 5 տարի, չէ, 5 տարի այսքան համբերատար, այսքան ըմբռնող, այսքան բանանող ոչ մի անգամ քանի անգամ հանդիպած կլինենք։ Ահագին հանդիպել ենք, Ոչ մի անգամ իհարկե մյուսներից չեմ բանանում դժգոհում ամենայն հարգանքով, բայց մի անգամ այս մարդը ընդհանրապես մի հարցատվեր նախադասություն ու սենց համբերություն ես չեմ կարա ես լնեի իր տեղը անկեղծ ասեմ չէի կարա տենց լնեի ու ես ուզում եմ դուք ինձ ասացիք ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Աստված ողորմած էր ամեն ինչ լավ է սիրենք իրար ոչ մեկ չէր հավատում մենք իրար հետ հավատում էինք եւ գիտենք որ մեր համբերությունը դուք ինձ ասիք դու որդու ես կբերեմ շնորհակալ եմ բոլորից շնորհակալ եմ լավ է Ինչ խնդիր կա, հա, կբան կա։ Այո, մայթերի հավասարությունն է շատ կարևոր սկզբում։ Հոպ, չեղա։ Հավասար մրցակցային Անցումով պետք է անցնենք, գնացինք անցում։ Բարև, բարև։ Բարևեցի քեզ եղբայր։ Բարև եղբայր։
Հա։ միլիարդ Այո, հիշում եմ։ Մի րոպե, այս բանը չի գնում միջև բան։ Էսի գնում եմ մինչև Էջմիածնի խաչմերուկ չի գնում։ դպրոցի վերջն է գնում։ Մի րոպե, ստեղով չի։ Հետո էլի ճանապարհը Բանը Խուդացյանը ասեց, որ պարոն Խուդացյան։ մինչև Էջմիածնի Հիմա այս 4 կիլոմետրը մի ծրագիր է, Հասկաց։ Բանի բա Էջմիածնի խաչմերուկի այս ճամփ են սարքած, հա։ Հիմա, հա։ Ինչ։ Չէ, բայց շուկայում խոստացել ենք, որ մի հատ կմտնենք Աջմեն։ Ժորդ Միրզոյանը Արբաքին գործերի նախարար։ Լևոն ջան, ինչքան կարում եք բան արեք, էլի։ Կգանք, բայց ընդեղ կգնանք։ Մի հատ էլ բարև։ Ինչքան հանդիպես բարևելու եք։ Այն շփել եք, պարոն վարչապետ, բայց մարդը ձեզ էլ ուզում։ Մատ նվիրեմ քեզ սրանից։ Մի հատ համ։ Անոտ ինչա։ Հարցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, Ոնց եք։ երազանքս կատարվեց։ Բարև ձեզ։ Իհարկե կարելի է։ Բարև եկեք։ Ոնց են ձեր գործերը։ Բարև եղբայր ջան, բարև։ Ոնց եք, Լավ, դուք ոնց եք։ Արկասու։ Լավ եք։ Առողջ եմ հիմա, պետ պատվերա գնացեմ, միսնա։ Հա, վիրահատվել եք, հա։ Վիրահատվել եմ պետ պատվերով, շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ, ուրախ եմ շատ, ուրախ եմ։ Առողջություն։ Դե Աստված տա հիվանդանոց գնալու կարիք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Մի հատ ձեր խանութին նվիրեմ, կներեք շատ չի այսօր հետս հաջորդ անգամ։ Որտե կպցնեմ, որ ձեզ հաջողություն բերի։ Շատ լավ։ Չէ, այստեղ։ Պարոն Փաշինյան, ուժեղ եղեք։ Ձեզանով ուժեղ եմ։ Ուրախ ենք, որ դուք կաք։ Ձեզանով ուժեղ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Լավ եղեք։ Տիկին Ավանեսյան, ուրա Տիկին Ավանեսյանը։ Հիմա ես բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք, դուք նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Նվիրեք։ Ես իմ ձեռով փակցնեմ ձեզ։ Շնորհակալություն։ Լավ եք։ Լավ ենք։ Լավ եղեք։ Իհարկե կարակ եկեք։ Հեռախոսը տվեք մի տար։ Հաջա։ Հասա եղբայր։ Մենք Հեռախոս կա մոդը։ Հա, հեռախոս մոդ։ Մի հատ մեր լուսանկարիչ ուրա թողա։ Լուսանկարիչ կար մեզ հետ։ Զինվորական, հա հայրիկը։ Իսկ հերթի մեջ կաք։ Եղա։ Լավ է։ Շնորհակալություն։ Կիսակառույց շենք ունենք, բայց Բանա սեփական տուն, հա։ Գիտես ինչ արա, դու էլեկտրոնային փոստը գիտես օգտվել էլեկտրոնային փոստից։ Բայց մեզ տղա ես արդեն պետք է իմանաս։ Դե կարվեցի։ Մայրիկին ասա էլեկտրոնային փոստով, իմ էլեկտրոնային փոստ։ Ուրա մայրիկը։ Հա։ Երեխեն բան մասին ինչ-որ բան ասա։ Ուրիշի տունն ենք մնում, պարոն Փաշինյան, տուն չունենք։ Բայց պապիկյանը խոսել, չէ՞ տեսել։ Հա, խոսել է։ Նախարարը մայրիկի հետ խոսել է։ Հա։ Ես կարա անցել եկել եք։ Շատ մարտական տենց կանգնած ես, մի հատ բարև եմ գնամ։ Լավ ես, եղբայր։ Լավ է։ Մի րոպե, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր, բարև ձեզ։ Լավ, դուք ո՞նց եք։ Ներս մտնենք, էս ինչ է։ Հա, առևտրի կենտրոնը։ Ոնց են գործերը։ Լավ եղեք։ Գնանք էլի արդեն ժամանակի խնդիր չունենք ժողովուրդ։ Բարև եղբայր, դուք ո՞նց եք։ Խնդրականի ժամանակ եկաք ինձ հանդիպեցի։ Որտեղ։ Երկրորդ Նժդեհ ջան։ Երկրորդ Տենց բաներ մի ասեք, հիմա հանդիմությունը հարցակվելու է ձեր վրա։ Չի կարա ո՞ս են արտայգը։ Հարկանքները Բարև եղբայր։ Առողջ լավա չէ։ Հա, ձերը ոնց է։ Փառք Աստծո, ցավը տանը, հարկա։ Սերգո ջան, իմ մանկական ընկերն է։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Որտեղ են ավտոբուսները։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Չէ, շնորհակալ եմ շատ։ Ոնց է գործերը տասեք, գործերը ոնց է։ Լավ, շատ լավ։ Բարև եղբայր։ Եղբայր բարև։ Մի հատ քեզ արի սրանից նվիրեմ։ Անունդ ինչ է։ Լավ է, Սովոյին Դավիթ ջան։ Ապրես։ Լավ եղբայր։ Ինձ մի բան է հետաքրքիր։ Հիմա դուք ստեղ օրինակ աշտարակի միրգ ունեք, որը վաճառում եք, որն է։ Ես, պոպոկ։ Պոպոկ։ Աշտարակի պոպոկ, համեցեք։ Շնորհակալ եմ։ Աշտարակի սուջուխ արդեն բայց ունենք։ Դե ուզում եմ հասկանամ ստեղի խնձորա։ Տանձը շատը մեր օղին, մեր Աշտարակինն է, մեր սեփականն է։ Շնորհակալ եմ։ Տալիս եք ինձ թվաց շնորհակալ եմ շատ։ Մենք շնորհակալ ենք ձեզանից։ աշտարակի ասես ժողովուրդ է։ Ես ձեզ միշտ պայքարել եմ ձեր համար։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ միշտ փորձում եմ ձեզ համար պայքարել։ Հույս ունեմ ստացվում է։ Բարև եղբայր, լավ եք։ Ձեզ պարոն Փաշինյան Լավ եք ջան, եղբայր։ շատ լավ, դուք լավ եք։ Շնորհակալ եմ շատ։ Որտեղ են ավտոբուսները։ Պապան պոպոկ է։ Այսինքն այդ երկել կա այդ պոպոկի մասին կերեք։ Դուք ուտում եք, պապիկյան։ Աշտարակից եք դուք։ Օրգովից եք, դե դուք պոպոկ ունեք, թողեք երևանցիք ուտեք։ Պոպոկ, աշտարակի պոպոկ։ Այս պոպոկի մասին նույնիսկ երգ կա։ Վերցրու եղբայր։ Մարտունիում դժվար պոպոկ աճացնել։ Ոնց է։ Շնորհակալ եմ։ Ես փակա թե Ես էլ եմ տեսա էլի։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Հազար ներողություն, ես կողքի խանութը ձերն, հա։ Այնտեղ պարկով բուրդ էր դրած, այդ բուրդը վաճառում են, հա։ Իսկ այդ Հայաստանի բուրդ է, թե դրսից է բերած։ Չէ, մի րոպե, բայց եթե խանութում դրած է, ուրեմն առնող կա, չէ բուրդը։ Բուրդ տեսանք դրած, ուզում ենք հասկանալ։ Հա։ Ժողովուրդ նստենք, հա, գնանք արդեն։ Հարգելի պարոն մարզպետ, հարգելի պարոն քաղաքապետ, բայց դու տեխնացու ես, մեզ, հա, չէ, դու։ Հա, չէ։ Եկեք, ասեք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Հա։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ եք։ Կարոջի։ Բարև եղբայր, լավ եք։ Նորմալ։ Հա։ Հեղափոխության ժամանակներից ենք, Հա, դեմքը ծանոթ է։ ժամանակ ես ակտիվ եմ եղել։
Սամենտի։ Ուրախ եմ եղբայր։ Մալա գործել։ Փարքաս։ Փարքաս։ Ուրականի վարչական ղեկավար նշանակեմ։ Ուզում եք նշանակենք։ Լավ տղա է բան։ Լավ տղեկին պետք է։ Ոնց է եղբայր։ Լավ է։ Աշտարակցիկ լավն են բան վարչապետ։ Ինչ կա, գործեր կա, սուբվենցիաներ։ Չէ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եք։ Պարոն վարչապետ, շատ մեծ սավալի սուբվենցիա ծրագրեր իրականացնել, վերջի տարում արդեն կրկնակի։ Հիմի գարունը բացվեց գործեր երևալու է։ Այսինքն համարվածը համել որ արվում է, էլի։ Վարչապետ, այս տարի քանենք աշտարակ համայնքում ասֆալտ կառուցելու։ Քանենք նախատեսել, որ 3 տարում իրար հետ գումարած քան չի լինի, ունենց են կարևոր ապրիլի 1-ից։ Իսկ որակին հետևում եք։ Ապրիլի 1-ից սա Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Օգնենք ձեզ։ Հաստատ էսուր եք տանում։ Շատ լավ է, բա էսուր եք տանում, տուն եք տանում թե։ Օգնենք ձեզ։ Միջև որ եք տանում, օգնենք ձեզ, ինչ կլինի Պարոն տվեք։ Պաշնակի դեպքից ձեզ աստուտա ու հարկալներ։ Չէ, ոչ ես կտանեմ։ Ձեր հետ առանձին զրույց եմ կարևորունելու։ Ժինգալով հաց եք, Ղարաբաղից եք։ Այո։ Շատ ճիշտ, իմ մտքով անցնում է, որ ժինգալով հաց պետք է աշտարակում լինի։ Ինչ խնդիր ունեք, ինչ եք ուզում առանց կամերա։ Առանձին հիմի համ կամերա կա, համ ուղիղ եթերում ենք, հիմա չի ստացվում։ Իսկ կլինի հեռախոսի համար տակ ասեմ օգնականս կա։ Բարան, բայց մի հատ մեջ չէ։ Մի րոպե, էլի, մի րոպե։ Որ էս որտեղ եք տանում։ Լեննական գնացինք։ Հա չէ, օգնենք լավ, վաղը մարտի 8-ն է, ինչ կլինի, սենց շնորհավոր ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Որն է շենքը, էլ եկեք ասել։ Հա, գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պաշինյան, բայց տա օրիշ բանալին, ինչ ես սա չեմ ուզում առանձին ձեզ ասիմ։ Ինչ որ առանձին չի ասեք, համ քայլենք, համ։ Ախագի մս խնդիրների օրնի քաղաքացիների ինքների համար։ Փաստաթղթերը մզանա Մայթով։ պահանջում, Հա։ որը արդեն ասինքն մեր բազումում Հայաստան չկա։ Ինչ փաստաթղթ ունի։ Օրինակ մամայից մետրիկան։ Ահա։ Դա Բաքվա արխիվումն է։ Ահա։ Դա Բիդդատարան ովենի։ Հազար ներողություն, էլի մետրիկան ինչ է։ Ծննդական։ Հա։ Հա։ Ահա։ Հատիկ այս օրինակ այս պատճառով մոկարումցու քաղաքայություն ունեցրիք լրսի սերտիֆիկատը կարող մհատուն վերցնի ոչ թե վարկու այլ մտա։ Այսինքն այդ է պատճառը, որ ձեզ քաղաքացիություն չեն տալիս, դրա պատճառով է ծրագրից չենք օգտվում։ Հողատեսի ահագի քննիների ուշում օրինակ մեկին ապնիք ահագի մարդիկ որ կայնացին։ Մասնակցի այլի այս մաներ եթե քիմի սաղա օրինակ հանած։ Ճիշտ ենք դնում։ Ահա։ Դե հիմա ճիշտ կլինի, որ մի հատ ով կա, ժողովուրդ, Վարչապետ, ասեք ինչ։ մի հատ համարը վերցրեք, Հա։ նատ ներքին գործերի նախարարության էլի փոխանցենք։ Բանին Արմենին էլի նախարարի տեղակալին մի հատ կոորդինատը տանք, հա։ Ներքին գործերի նախարարի տեղակալին։ Որ մի հատ հաս Չէ, լավ եք, դուք հետո կօգնեք, այսօր իմ հերթն է օգնելու։ Էս էլ ասում եք։ Լսի, բայց այս շենքին ինչ են ասում լեննականցու շենքը։ Լեննականցիները սարքողներն եղել։ Հետաքրքիր է։ Բանն են Աշտարակում Ստեփանյան ապրողներն են։ Ապրողներն էլ են լեննականցիներ։ Ահա։ Պրոյեկտն Ստեփանյան։ Կան ինքներ բանալը։ Ասեցիք համարը։ Ներքևով թե վերևով։ Կարող եք ճամփորդյան, բայց վերևով արի հարհան։ Դուք ոնց եք գնում։ Վերևով եք գնում։ Հա, այս նոր սուբվենցիա է, այս էլ է նոր սուբվենցիա, այս ամբողջ դիքը նոր սուբվենցիա։ Ում հետ եք ապրում, ընտանիք քանի հոր ցաբաղկացած։ Ես մաման քրոջով, բայց ներկապահին բարձ որ դժվար է տալի, պես հետ է տալի։ Հա։ Իսկ փեսեն որտեղ աշխատում։ Երևան։ Ինքն էլ է Ղարաբաղից, հա։ Իսկ նորմալ աշխատանք ունի։
Տերմինալները իրը։ Հա վարչապետ, ըստեղից մինչև շենքի մոտ էլի է ստարվա սուբվենցիայի մեջ է, փոքր հատ։ Բարև ձեզ, բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Ինչի։ Ասա, դե հազիվ եկել ենք ստեղ։ Ինչի լավ չի երկրի վիճակը։ Հələ արի ասա, հələ բացատրի, հասկանամ ինչի լավ չի երկրի վիճակը։ Քանի տարեկան եք եղբայր դուք։ 60 տարեկան եք։ Ինչի լավ չի երկրի վիճակը, մեր երկու բառով ասա։ Ինչ մասնագիտություն ունեք։ Բանվորի աշխատանք չկա։ Հաստատ։ Մի րոպե, պարոն Մովսիսյան, ձեզ քանի օր ապետ, որպեսզի մի քանի տեղ մոտիկ բանվորի աշխատանք առաջա, որ ասում եք 5 միլիարդի սուբվենցիոն ծրագիր կա։ Հենց հիմա, եթե 1000 բանվոր 1000 չէ, ձեր անուն ազգանունը։ Ձեր անուն ազգանունը։ Արման Սարգսյանի։ Մի րոպե, ինձ լսի, պարոն Մարսպետ։ Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններով։ Հետո կտա որն է։ Հարգելիս, համայնքի ղեկավարը ասում է, այս պահին 50 հոգու ազատ բանվորի ազատ տեղ ունի։ Շնորհակալ դե մտի աշխատելի եղբայր։ Արի։ Որ մենք էլ քեզանից ենք շնորհակալ։ Շատ լավ, ուրիշ ինչ պրոբլեմ կա լուծենք։ Չկա, լուծեցինք պրոբլեմները, շատ լավ։ Հաջող։ Ով ուզի աշխատի, աշխատանք կա։ Շատ լավ։ Երեխեք։ Ճիշտ եք անում։ Գալիս են աշխատանք։ Բանը վարչապետ, տնտեսվարողների Որ պատժեսնա։ Որ հարկա։ Բանվոր չկա, ամբողջ օրը գալիս են բանվորի հիմար բան են։ Մսեցեմ դիմում ենք, որ աշխատանքի տեղ բանանի։ Չկա աշխատողի կարիք կա լուրջ։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք մեր Ղարաբաղի մեր քույրերին, եղբայրներին նորմալ դիմավորել եք, հետները նորմալ հարևանություն անում եք։ Հա, անում են։ Այսքանով, չէ, միջև դրան դեմը կգամ, ապրանքը կդնեմ շեմիզներս ու հետ կգնամ։ Երկրորդ հարկը։ Ինչ։ Չէ, չեմ մտնի, որովհետև արդեն ուշանում ենք։ Ապրանքը կմտնի տուն, որ շուտ ժենգյալով հաց, վաճառելու եք վաղը ժենգյալով հաց։ Ահա, բա տեսեք ինչ լավ գործ է։ Ժենգյալով հացը շատ համով է։ Չեմ խոստանում, բայց բարև ձեզ, ես էլ ձեր ապրանքը։ Ահա, վայ, բարև ձեզ։ Շեմիզ ներս գամ։ Լավ եղեք, առաջ։ Լավ եք, եղբայր։ Լավ եք։ Խոչեք, ես էլ մտածում էի պրծավ երեխեքին չնվիրեցինք։ Եկեք ձեզ հələ սրանից նվիրեմ։ Էս մեկ։ Էս քեզ։ Եկեք իջնենք։ Բաձես։ Էս քեզ։ 1000 բայ եղբայր։ Մի րոպե, ձեռնես սառնա, ոչինչ։ Էս քեզ։ Հաջող։ Ուզեմ նշեմ, մենք անչափ գոհ ենք մեր քաղաքապետից, մեր մարզպետից։ Մենք էլ ենք գոհ եւ ձեր քաղաքապետից եւ ձեր մարզպետից։ Որ քաղաքում նաեւ սենց լավ մթնոլորտ ենք տենում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ եք շնչակտուր։ Բազը։ Ու հարց կար, որ դիմեի ձեզ։ Համեցեք։ Այն տարածքը 5 տարի մենք դատարանում ենք։ Կարող եմ ցույց տալ։
Փակված է տարածքը, բնակ բազմահարկ շենք է։ Որտա ներքևին է։ Եկեք ցույց տամ։ Դե հետ չգնանք, էլի ուշանում ենք, արդեն խնդրում եմ։ Ինչի ցույց տամ, որ մեզ տվել են դատարան 5 տարի, ով ոչ մեկ այդ հարցին լուծում չի տալու։ Ով է ձեզ են տվել դատի եւ ոչ թե դու, ով է տվել։ Հարևանը, որը ամբողջ տարածքը վերցրել է։ Հարգելիս հազար ներողություն, բայց երկու հարևանի վեճի համար դատարանն է, ես բան։ Չէ, ամբողջ տարածքը փակել, ամեն ոչինչ չեն կարող օգտվել։ Եթե շենքը բաժանվի, ամեն դեպքում մի հատ որ հեռախոսի համար տակ օգնականից հաճույքով կտամ։ Տվեք։ 099 Եթերում ենք, մի ասեք ձեր համարը։ Հա։ Չունեք, մեկը ով կարա վերցնի։ Ինձ հետո էլեկտրոնային փոստով գիտեք ում փոխանցեք այդ հեռախոսի համարը Արամին Խաչատրյանին խորհրդական։ Կներեք էլի, որովհետև ուղղակի շատ Մի հարցով էլի։ Ոնց է, ինչով ես զբաղվում 1000 տարի ակես չես։ Հենց ընդդիմադիր ես, թե չէ։ Տարոն, ես Արագածոտնի մարզին ճանաչած առաջին դիմադիրն 2007 թվին եմ ծանոթացել։ Բայց դու ոնց որ միջև մի դիմադիր ես եղբայր, հա։ Ում քեզ։ Չէ, դենենց։ Հաջա։ Բանից է, չէ, ուջանից է։ Եթե տարոնը միջև մի անդիմադիր է, Պապոյան, ուրեմն դու ես մեր։ Չէ, իշխանություն է։ Հա, բայց իրոք, է կատակ չեմ անում։ Տարոնը, որ քաղաքական գործունեություն սկսել են, իմ ճանաչած առաջին, այսպես ասած, որ գնում են գյուղ խոսում մարդկանց հետ բան, առաջին մարդկանցից է, որ կոնտակտի մեջ է մտնում։ Հա, դե բասա, բայց տենց ընկերներ կան, էլի, որոնք կապ չունի, իրանք մեկա պտի ընդդիմա, ինչ ուզում ես, մեկա իրանք ընդդիմադիր։ Չէ, տենց չի։ Մենք 1000 տարի կողմնակից ենք եղել։ Չէ, դե վաղուց չէի տեսել, մի չհարցնեմ։ Վարչապես 25 թվի սուբվենցիան էր ավարտել ենք։ Շատ լավ է։ Լավ է, կարևոր է։ Այս տանիքները 10 օր առաջ ենք ավարտել, հիմա ասես փոխելով։ Որը։ Հա, հիմա գիտեք, մենք այս սուբվենցիայի կեսից մտածեցինք, որ պետքա կարգավորում մտցնենք։ Քեզ չեմ տվել սրանից։ Ո՞րկվավ, այս հետևի մասը, մագնիսա էլի։ Ուզում ենք այնց անենք, որ գոնե որոշում կայացնենք, ասենք համայնքի ավագանով։ Տանիքները ինչքան նորակառույց բան կան, նույն գույնով անեն։ Հիմա, հա, նույնիսկ պետական շենքեր համայնքային որ խնդրում են մասնավորն էլի, որ շինթույլտվություն եք տալիս, տանիքների գույները նույնը անենք, որ քաղաքներ տեսքի գան, էլի։ Քաղաքի այդ գույնն ենք ընտրել։ Հիմա որը 3 տարի է, մասնավորներին խնդրում ենք ով անում է չի անում, բայց բոլոր համայնքային ու պետականները։ Հա, չէ, բայց շինթույլտվության մարդու համար ինչ տարբերություն պետք է առնի, համայնքի գույնով առնի, որ բոլորը նույն գույնին են, ցանկապատերը նույն գույնով են։ Շատ լավ կլինի, բայց եթե օրենքով ամրագրած լինի, որովհետև խնդրում ենք մեկը անում է, մեկը չի անում։ Դե հիմա օրենքով չենք ամրագրել։ Չեք կարող։ Չէ, մի րոպե։ Բանը Խուդացյանն ուրա։ Մենք օրենքով էլ կամրագրենք, ճիշտ եք ասում, հա։ Ձեզ բարևել է։ Հա, ձեզ տեսել է։ Ում չեմ բարև է, բայց բարևն Աստծունն է, ոչ ինչ, մի հատ է բարև։ Ուրախ ենք շատ։ Այդ կարգավորումը օրենքով չենք դրել, որ ավագանին շինթույլտվությունների մեջ տանիքների գույները, բաները ֆիքսվի։ Մեր ընկեր, ձեզ բարևել եմ ժողովուրդ, թե չէ։ Բաբա որովհետև լնում է նույն մարդկանց մի քանի անգամ բարևում են, բայց բարև տարիներ առաջ ասել եմ, այս աշտարակը կենտրոնն է, 110 դիքթան լեպի կենտրոնն է։ Շուշուտ եկեք։ Մարիկ ջան, բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Մարիկ ջան, լավ եք։ Բարև ձեզ, լավ եղեք։ Արդեն գնում ենք ժողովուրդ ջան, որովհետև գրաֆիկից ուշանում ենք։ Դե առողջության ապահովագրությունից պետք է որ տեղյակ կլինեք։ Թոշակի բարձրացումից պետք է տեղյակ կլինեք։ Շնորհակալ եմ։ Հատ կարելի է Իհարկե։ Մենք ենք շնորհակալ։ Մեր շենքեր դիտում եք, 6 շենք կան։ Ահա։ Տանիքները դե տարի գոյություն չունի, սաղ Դե համայնքի ղեկավարը սկսել է ծրագիր, որ փոխում է այդ։ Ծրագիր ասում են Պարոն քաղաքապետ,
Բան քաղաքապետ։ Հերթով կանեն եղբայր։ Բայց կանեն, Հա, կանեն։ Հա։ Եղբայր հերթով կանի։ Ստեղ մեր խնդրեմ մի բանի մեջ է։ Մենակ իմացեք այդ բոլորը միանգամից չեն կարող անել։ Դե հասկանում եք, բայց Տանիքների ծրագիրը շարունակական է, չէ՞ լինելու։ Այս տարի սովխոզը համատիրության գումար չի վճարել։ Հա։ Մի քիչ բան է, էլի։ Դե Ժորժան, այդ համատիրությանն է դուք է պետք է մի քիչ վասնեք։ բայց Արեք համանքի ղեկավարը կկազմակերպի։ Մի հատ իրոք պետք է կազմակերպեն, որ մենք իմանանք ո՞նց է կատարվում։ Ընդերի բնակիչներն ասին մենք չենք ուզում համատիրության վճարենք։ Չենք ուզում ո՞ն է, մի ջուրը կաթմացած Դե բա հիմա ստեղել է, գաթել փոխելով դա։ Հիմա տեսեք, այն շենք, այս շենքին ներառվել։ Շենքը, որը պարտաճանաչ է, հիմա համայնքի ղեկավարը չի կարա գա այն շենքից սկսի, որը չի այդ վճարումները չի անում, որովհետև այս շենքի ժողովուրդը կասեն, բա մենք այսքան պարտաճանաչ վճարում ենք, համատիրություն ձևավորել ենք, վճարումները անում ենք, շենքը պահում ենք։ Ինչի է գնում այն շենքից սկսում, որ այդ ամեն ինչը չի անում։ Բա հասկանում եք, sense նրբություններ կա, ու ես պաշտպանում եմ այդ դիրքորոշումը, որովհետև բա հետո ինչ երեսով այդ մարդկանց նայեք, եթե իրանցից չսկսի։ Չէ, բայց կուզեն, կվճարեն, պետք է մարդկանց հետ խոսել, հանգիստ, համբերատար ասել, որ ժողովուրդ ջան, սա ընդհանուր գործ է, շատ լավ, կառավարությունը մեծ մասը, համայնքը մի ուրիշ մեծ մասը, բայց դուք էլ բարև ձեզ, շնորհակալ եմ եղբայր։ Լավ եք, լավ ամեն ինչ, լավ եք, շնորհակալ։ Ճիշտ է։ Բայց հիմա բնակիչների հետ պայմանավորում եք, չէ՞, որ համատիրությունը հետագա սպասարկում եւ այլն։ Շատ ճիշտ սկզբում։ Ում չենք բարևել։ Արի նվիրենք քեզ միացը։ Լևոնյան, բայց այս բան, հա, բայց մի հատ էս կպցնենք։ Ձեռը ջեբից տանալու։ Ես հաստա լավ ձեռդ կպահես։ Նկարվում ենք, պահի սեն ձեռը։ Ճուտո ջան։ Հա, բայց չի ուզում երախում նկարվի, վա։ Համաչում է։ Կապ մենք նկարի էլի։ Դու էլ կանգնի նկար։ Ինչ անունդ, ես վերցրու քեզ, ես վերցրու։ Հո, լիք սիրում Ես եմ շնորհակալ։ Ստեսություն։ Հա, շատ լավ եղբայր։ Բարև ձեզ, գնում ենք արդեն։ Հաջողություն, քեզ տվել եմ սրանից։ Ապրես։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ եղբայր, բարև եղբայր։ Քեզ տվել եմ սրանից։ Բայց սրա մագնիսից չկա ժողովուրդ մեկի մոտ։ Ավելա, էս քեզ։ Դե գնացինք սիրելի աշտարակցիներ, առայժմ, միջև հանդիպ։ Այս ռեկվիզիտ է, եթե ինչ։ Հասկայն։ Հա։ Փախլամ եմ պասային։ Հա, բայց ես էսի պաստային աստեցում եմ մեջ Բայց ես կերել եմ։ Բայց ես կարևոր բան եմ վերցրել այսօրվա համար։ Սուջուխ եմ վերցրել, աշտարակի կարելի է այսօր սուջուխի։ Ես ամեն ինչ ուտում եմ բանակից հետո։ Արես բան էլի կոտրեց, արա է։ Ինչ է, հա, ոչինչ։ Հա? Անջատի, հա։